Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։ Դեսպանությունից հայտնում են, որ Թրամփն շնորհավորել է հայ ժողովրդին, ընդգծելով, որ նա արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել իր աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։ Թրամփը նշել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում եւ նրան ուղարկել անձնական մակագրությամբ նվեր ի նշան բարձր գնահատանքի։ Լիբիան պաշտոնապես հաստատել է բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադի մահը։ Նրան տեղափոխող օդանավը կործանվել է Թուրքիայում Անկարայից Տրիպոլի մեկնելիս։ Ավելի վաղ նա հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Լիբիայի վարչապետը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել են այդ երկրի ցամաքային զորքերի հրամանատարը, գլխավոր շտաբի պետի խորհրդականը, այլ զինվորականներ։ Աղետի պատճառը դեռևս հայտնի չէ։ Լիբիայի նախագահը պաշտպանության նախարարին հանձնարարել է Թուրքիա գործուղել պաշտոնական պատվիրակություն հետաքննության ընթացքը վերահսկելու նպատակով։ Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան առաքվող ապրանքների տեսականին ընդլայնելու հնարավորությունը։ Ռասիա 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հացահատիկից բացի քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները։ Փոխվարչապետի խոսքով նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։ Հիշեցնենք 1990-ականներից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզից Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն տեղափոխող գնացք է ուղևորվել Հայաստան։ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին երեկ երեկոյան տարել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Տարիներ առաջ նրան պատկանող տարածքում զենք էր հայտնաբերվել, դատարանը նրան 2 տարով պայմանական ազատազրկման էր դատապարտել, սակայն դատախազության վճռաբեկ բողոքից հետո որոշվել էր կիրառել բանտային կալանքը։ Հիշեցնենք, Աշոտ Երկաթ մականունով հրամանատարը Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյային մասնակցել է 2 որդու հետ։ Ֆիդեն 21-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին շնորհել է կանանց գրոսմայստերի կոչում։ Մարիամը աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, կանանց Հայաստանի հավաքականի անդամ։ Լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։